Գուլիվերի ճանապարհորդությունները Առաջին մաս Ճանապարհորդություն դեպի Լիլիփութիա Գլուխ առաջին Հեղինակը տեղեկություն է տալիս իր և իր ընտանիքի մասին, նրա ճանապարհորդության դրդապատճառը։ Նրա նավը խորտակվում է և նա լողալով փրկվում է, անփորձ կերպով հասնելով լիլիփութների աշխարհի ափին։ Նրան գերի են վերցնում ու տանում երկրի խոր։ Իմ հայրը Նոթինգհեմշայրում ուներ մի փոքրիկ կալվածք։ Ես նրա 5 զավակներից երրորդն էի։ 14 տարեկան հասակիս նա ինձ ուղարկեց Քեմբրիջի Էմանուել քոլեջը, ուր ես մնացի 3 տարի, ջանասիրությամբ անձնատուր լինելով իմ ուսմանը։ Սակայն իմ ապրուստի ծախսը, թեև իմ ստացած միջոցները շատ ցուղ էին, հորս աննշան կարողության սահմաններից վեր էր, ուստի ինձ աշակերտ տվին միստր Ջեյմս Բեթսին, Լոնդոնի այդ ականավոր վիրաբույժին, որի մոտ ես ապրեցի 4 տարի։ Հորս ժամանակ առ ժամանակ ուղարկած փոքրիկ գումարները ես ծախսում էի նավարկության և մաթեմատիկայի այլ ճյուղերի ուսումնասիրության վրա, որ անհրաժեշտ է նրան, ով մտադիր է ճանապարհորդություն կատարելու, քանի որ ես միշտ հավատում էի, որ վաղ թե ուշ այդ բախտին կարժանանամ։ Հրաժեշտ տալով միստր Բեթսին, ես եկա հորս մոտ, ուր նրանից, Ջոն հրեղբորիցս և մի քանի ազգականներիցս ստացա 40 ֆունտ ստերլինգ և տարեկան 30 ֆունտ ստերլինգի խոստում հոգալու համար իմ ապրուստից ծախսը Լեյդենում։ Այդտեղ ես 2 տարի և 7 ամիս ուսումնասիրեցի բժշկությունը, համոզված լինելով, որ այդ կարող է պետք գալ հեռավոր ճանապարհորդությունների ժամանակ։ Շուտով Լեյդենից վերադառնալուց հետո իմ բարի ուսուցիչ միստր Բեթսի հանձնարարականով իբրև վիրաբույժ ծառայության մտա ծիծեռնակ նավը, որի կապիտանն էր Աբրահամ Պեննելը։ Նրա հետ ես ապրեցի 3.5 տարի, մի 2 անգամ ճանապարհորդելով դեպի Լևանտ և այլ երկրներ։ Վերադառնալով Անգլիա որոշեցի հաստատվել Լոնդոնում, որ և քաջալերեց իմ ուսուցիչ միստր Բեթսը, հանձնարարելով ինձ մի քանի հիվանդ։ Օլջուրիում մի փոքրիկ տան մեջ բնակարան վարձեցի և, ունկնդրելով հարազատների բարի խորհուրդներին ամուրի չմնալ, ես ամուսնացա միսիս Մերի Բերտոնի հետ, որը Նյուգեթ փողոցի գուլպավաճառ միստր Էդմոնդ Բըրտոնի երկրորդ աղջիկն էր և որի համար 400 ֆունտ ստերլինգ օժիտ ստացա։ Սակայն 2 տարի անց իմ բարի ուսուցիչ միստր Բեթսը վախճանվեց և, քիչ բարեկամներ ունենալով, գործերս վատ գնացին։ Ուստի խորհրդակցելով իմ կնոջ և մի քանի ծանոթների հետ, որոշեցի կրկին ծովային ուղևորությունների դիմել։ Ես հաջորդաբար 2 նավերի վիրաբույժ դառա ու 6 տարվա ընթացքում մի քանի ճանապարհորդություն կատարեցի դեպի Արևելյան ու Արևմտյան Հնդկաստան, որում մի փոքր բարելավեցի իմ վիճակը։ Ազատ ժամերս նվիրում էի անցյալ ու ժամանակակից լավագույն հեղինակների ընթերցանությանը, միշտ ունենալով գրքերի պաշար, իսկ ծովի ափերին ես դիտում էի ժողովուրդների բարքերն ու սովորությունները և շատ հեշտությամբ սովորում նրանց լեզուն և այդ շնորհիվ իմ հիշողության։ Վերջին ճանապարհորդությունս այնքան էլ բախտավոր չէր, և ես ծովից հոգնած որոշեցի տանը մնալ կնոջս ու երեխաներիս հետ միասին։ Օլջուրիից ես տեղափոխվեցի Ֆետերլեն, իսկ այդտեղից Ոպինգ, հույս ունենալով նավաստիների մեջ գործադրել արհեստս, սակայն իմ այդ հույսը չարդարացավ։ 3 տարի սպասելուց հետո, թե ինչ է գործերս լավանան, կապիտան Ուիլյամ Պրիչարդից, ով Անտիլոպ նավի տերն էր, մի նավաստավոր առաջարկ ստացա մեկնելու դեպի Հարավային օվկիանոս։ Մենք ճանապարհ ընկանք Բրիստոլից 1699 թվականի մայիսի 4-ին, ու մեր ճանապարհորդությունն առաջին պահին շատ հաջող էր։ Այստեղ հարկ չկա այդ ծովերի վրա մեր ունեցած արկածների մանրամասնություններով հոգնեցնել ընթերցողին։ Բավական է հիշել, որ Արևմտյան Հնդկաստան անցնելու ժամանակ մի սոսկալի փոթորիկ Վան Դիմենի հողերից մեզ դեպի հյուսիս քշեց։ Ըստ մեր դիտողության մենք գտնվում էինք հարավային լայնության 30 աստիճան 2-րդ գծի վրա։ Մեր նավաստիներից 12 հոգի չարքաշ աշխատանքի և վատ սննդի հետևանքով մեռան։
իսկ մնացածի կացությունն ուղղակի անտանելի էր։ Նոյեմբերի 5-ին այդ երկրի ամառվա սկզբի օրը եղանակը շատ մույքապատ էր, այսպես որ նավաստիները նավից միայն կեսկյալ հեռավորության վրա նկատեցին մի ժայռ, մինչդեռ այդ ժամին քամին այնքան ուժգին էր, որ մեր նավը թռավ ուղղակի այդ ժայռի վրա և անմիջապես փշուր եղավ։ Նավորդներից 6 հոգի, որոնց թվում և ես, ծովն իջեցրինք մակույկը և մի հնարքով անփորձ հեռացանք նավից ու ժայռից։ Իմ հաշվով մոտ 3 լիկ մենք թիավարեցինք, քանի դեռ կարող էինք, որովհետև նավի վրա մենք արդեն ուժասպառ էինք եղել։ Ուստի մեզ հանձնեցինք ալիքների քմահաճույքին ու մոտ կես ժամ հետո հյուսիսային մի անակնկալ մրրիկ մեր մակույկը շրջեց։ Ինչ եղան իմ մակույկի բախտակից ընկերները, կամ նրանք, որոնք փրկվեցին ժայռի վրա և կամ մնացին նավի վրա, ես չեմ կարող ասել, կարծում եմ ամենքն էլ կորան։ Ինչ վերաբերում է ինձ, ես լողում էի ինչքան աչքդ կկտրի, քամուց ու մակընթացությունից քշվելով։ Ես հաճախ իջեցնում էի ոտներս, սակայն հատակը չէի նշմարում, իսկ երբ արդեն ուժասպառ էի եղել ու զրկվել ալիքների հետ մաքարելու կարողությունից, հանկարծ փոթորիկը զգալիորեն հանդարտվեց և ես զգացի գետինը։ Այդ ժամանակ փոթորիկը բավականին մեղմացել էր, հատակն այնտեղ այնքան ծանծաղ էր, որ ես մի մղոնի չափ քայլեցի, մինչև որ հասա ափը, երբ իմ ենթադրությամբ երեկոյան ժամը մոտ 8-ն էր։ Ապա սկսեցի քայլել մոտ կես մղոն, սակայն տների կամ բնակչության ոչ մի հետք չգտա։ Գուցե այնքան թույլ էի, որ ոչինչ չէի կարողանում նկատել։ Ես սաստիկ հոգնել էի, և մանավանդ տոտն ու նավի վրա խմած կես պինտողին տրամադրում էին ինձ քնելու։ Ես պառկեցի խոտի վրա, որ այնտեղ շատ կարճ էր ու փափուկ, ու քնեցի այնպես անուշ, ինչպես ոչ մի ժամանակ իմ կյանքում։ Իմ հաշվով ժամը մոտ 9 էր, որովհետև երբ ես արթնացա, արդեն լույս էր։ Փորձեցի ոտքի կանգնել, բայց չկարողացա տեղիցս շարժվել։ Ես պառկած էի մեջքիս վրա և զգում էի, որ ոտ ու ձեռս երկու կողմից ամուր կերպով գետնին կապված են, և իմ մազերը, որ երկար էին ու խիտ, նույն կերպ կապված էին գետնին։ Միևնույն ժամանակ ես նշմարեցի բազմաթիվ բարակ թոկեր, որ անցնում էին իմ մարմնի վրայով, սկսած կռնատակներից մինչև իմ զիստը։ Ես կարողանում էի միայն դեպի վեր նայել։ Արևն սկսեց այրել ու նրա ճառագայթները կուրացնում էին իմ աչքերը։ Շուրջս լսում էի մի խառնաշփոթ ջխոր, բայց իմ պառկած դիրքն ինձ հնարավորություն չէր տալիս տեսնելու ոչ մի բան, բացի երկնքից։ Մի փոքր հետո իմ ձախ սրունքի վրա մի ինչ-որ կենդանի բան շարժվեց, որ թեթևաքայլ բարձրանալով դեպի իմ կուրծքը մոտեցավ ծնոտից, երբ աչքերս կարողացածից չափ խոնարհեցի դեպի ցած, նշմարեցի, որ դա մի մարդկային արարած է, հասակով 1 մատնաչափից ոչ ավելի, նետ ու աղեղը ձեռքին ու կապարճը կռնակին։ Միևնույն ժամանակ ես զգացի, որ նրան հետևում են 40-ից ավելի, ինչպես ես կռահեցի, նրա պես արարածներ։ Ես զարմանքից մի այնպիսի ձայնով գոռացի, որ նրանք ամենքն էլ աղաբեկված ետ փախան։ Նրանցից մի քանիսը, ինչպես ինձ հետո պատմեցին, վրայիցս գետնին ցատկելիս ընկան ու վնասվեցին։ Սակայն նրանք նորից վերադարձան ու նրանցից մեկը, որ խիզախեց այնքան մոտենալ ինձ, որպեսզի տեսնի իմ ամբողջ դեմքը, ի նշան զարմանքի ձեռներն ու աչքերը վեր բարձրացրեց և զիլ ու հստակ ձայնով գոռաց. «Հեկինա դեգուլ»։ Մյուսներն էլ մի քանի անգամ կրկնեցին այդ խոսքերը, բայց այն ժամանակ ես չհասկացա դրանց իմաստը։ Ընթերցողը կարող է պատկերացնել, թե ես այդ պահին ինչ անհաճո վիճակի մեջ էի պառկած։ Ինչպես վերջապես ջանալով դուրս պրծնել, ինձ հաջողվեց կտրատել այն թելերն ու հանել այն սեպերը, որոնցով իմ ձախ ձեռքը կապել էին գետնին։ Ես ձեռքս դեպի իմ դեմքը տանելով հասկացա, թե ինչով են նրանք ինձ կապոտել։ Միևնույն ժամանակ մի ուժգին ճիգով, որ ինձ սաստիկ ցավ պատճառեց, ես մի փոքր թուլացրի այն թելերը, որոնցով իմ մազերը ձախ կողմից կապել էին գետնին, և այդպես կարողացա գլուխս 2 մատնաչափ մի կողմ դարձնել։ Սակայն այդ արարածներն այս անգամ էլ մինչև ես կարողանայի մեկնումեկին բռնել, փախան։ Ապա լսվեց մի բարձրաձոչ աղաղակ, որ հետո դադարեց և նրանցից մեկը զիլ ձայնով գոռաց.
Դու կուֆոնակ։ Նույն ակնթարթում ես զգացի, որ ձախ թևիս վրա տեղացին հարյուրավոր նետեր, որ ասեղի պես ծակծկում էին ինձ, մյուս կողմից մի այլ նետահարություն եղավ օդի մեջ, այնպես, ինչպես մենք Եվրոպայում ենք անում, ռումբերով, և շատ նետեր ես կարծում եմ ընկան իմ մարմնի վրա, թեև ես այդ չզգացի։ Իսկ մի քանիսը իմ դեմքի վրա, որ ես անմիջապես ծածկեցի իմ ձախ ձեռքով։ Երբ նետերի այդ տարափը դադարեց, ես ցավից ու զայրույթից հառաչեցի և փորձեցի նորից դուրս պրծնել, սակայն տեղած մի ավելի համատարափ, ավելի ուժգին, քան առաջին երկուսը, մինչդեռ այդ արարածներից մի քանիսն աշխատեցին նիզակներով ծակոտել իմ կողերը։ Բարեբախտաբար հագիս գոմեշի կաշվից կարած բաճկոն կար, և նրանք չէին կարողանում թափանցել։ Ես մտածեցի, որ մեծագույն խոհեմությունն այն կլինի, որ հանգիստ պառկեմ և շարունակեմ այդպես մնալ մինչև գիշերը, երբ իմ ազատ ձախ ձեռքով կարող կլինեմ ազատել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է բնիկներին, ես իրավունք ունեի հավատալու, որ կարող կլինեմ հաղթահարելու մի խոշոր զորաբանակ, եթե նրանք հանելու լինեին իմ դեմ, պայմանով, որ այդ զորաբանակի մեջ ամենքն էլ լինեին այն հասակի, ինչ որ ես մինչ այդ տեսել էի։ Սակայն բախտը որոշեց այլ կերպ, երբ նրանք նկատեցին, որ ես հանդարտվել եմ, այլևս նետեր չարձակեցին, բայց ես աղմուկից զգացի, որ նրանց թիվն ավելացավ։ Ինձանից 4 յարդ հեռավորության վրա, իմ աջ ականջի դիմաց մոտ մի ժամ տևողությամբ լսեցի թխթխկոցներ, որ նման էին կառուցվող գետնից 1,5 ոտնաչափ բարձրացող մի տախտակամածի, որի վրա կարող էին տեղափոխվել 4 հոգի բնիկներից ու 2 թե 3 սանդուղք բարձրանալու համար։ Այդտեղից մեկը, ըստ երևույթի մի պատվական անձ, դիմեց ինձ երկար ճառով, որից ոչ մի խոսք չհասկացա։ Սակայն ես պիտի հիշեմ, որ իր ճառն սկսելուց առաջ այդ արժանավոր անձը 3 անգամ գոչեց «Լանգրո դեհու սան», այդ և նախորդ խոսքերը հետագայում կրկնեցին ու բացատրեցին ինձ։ Ապա դրանից հետո անմիջապես 50-ի չափ բնիկներ եկան և կտրատեցին իմ գլխի ձախ կողմից կապած թելերը և ինձ ազատություն տվին թեքելու գլուխս դեպի աջ ու տեսնելու ռետորի դեմքն ու շարժուձևը։ Երևում էր, որ նա միջին տարիքի էր, ավելի բարձրահասակ, քան նրա 3 ընկերակիցները, որ ուղեկցում էին նրան, և որոնցից մեկը իրեն մանկավլիկ բռնել էր նրա քղանցքը և թվում էր մի փոքր ավելի, քան իմ միջին մատը։ Մյուս երկուսը կանգնել էին երկու կողմից իբրև պատվավոր պահակներ։ Նա խոսում էր իսկական ռետորական արվեստով, և ես նկատում էի, որ ճառը տեղ-տեղ արտահայտում էր սպառնալիք, տեղ-տեղ խոստում, գթություն և կամ բայրացկամություն։ Ես պատասխանեցի նրան մի քանի խոսքով, բայց ամենահնազանդ տեսքով, աջ ձեռքս ու զույգ աչքերս դեպի արևը դարձրած, վերջինիս կարծես վկա կանչելով։ Եվ քաղցից գրեթե սովամահ, քանի որ նավը թողնելուց մի քանի ժամ առաջ էի կերել, ես բնության պահանջները այնքան զորեղ զգացի իմ ներսը, որ չկարողացա զսպել անհամբերությունս, թերևս հակառակ պարկեշտության խիստ կանոնների, և մատներս հաճախակի բերանս տանելով ցույց տվի, որ թե ուտել եմ ցանկանում։ Հըրգոն այդպես էր մեծ լորդի անունը, ինչպես ես հետո իմացա։ Ինձ շատ լավ հասկացավ։ Նա իջավ տախտակամածից և հրամայեց, որ իմ կողերին մի քանի սանդուղք դնեն, որով բարձրանան 100-ի չափ բնիկներ և քայլեն դեպի իմ բերանը, բերված ուտելիքներով լիքը կողովներով, որ պատրաստել և ուղարկել էին թագավորի հրամանով, հենց որ նա լուր էր առել իմ մասին։ Ես նկատեցի, որ այդ կերակուրների մեջ կային զանազան կենդանիների մսեր, բայց թե ինչ կենդանիների, համից չկարողացա որոշել։ Կային թիկունքի, սրունքի և սուկի մսեր, տեսքով ոչխարի մսի նման, հիանալի պատրաստված, սակայն ավելի փոքր, քան արտույտի թևերը։ Ես այդ ամենի 2 կամ 3 պատառ էի անում ու կուլ տալիս, միանգամից 3 հատ հաց վերցնելով, որոնցից ամեն մեկի մեծությունը մոտավորապես հրացանի գնդակի չափ էր։ Դրանք մատակարարում էին ինձ իրենց կարողացածի չափ ու հազար նշաններով իրենց հիացմունքն ու զարմանքը հայտնում իմ կազմվածքի և ախորժակի հանդեպ։ Հետո ես մի ուրիշ նշան արի, թե խմել եմ ուզում։ Ուտելուց նրանք հասկացել էին, թե քիչ բանով ինձ չի կարելի բավարարել, ուստի ամենայն ճարպկությամբ դեպի ինձ նետեցին գինու մի մեծ տակառ, որը գլորվեց մինչև իմ ձեռքը և ապա հանեցին նրա տակը։
Ես խմեցի այդ գինին մի ումպով, որովհետև նա կես պինտից ավելին չէր, իսկ համով նման էր բուրգունդի գինիներին, միայն շատ ավելի լավը։ Նրանք բերին մի ուրիշ տակառ, որ ես դատարկեցի նույն ձևով ու նշան արի, որ էլի բերեն, բայց այլևս չկար։ Երբ ես կատարեցի այդ հրաշալիքները, նրանք ուրախությունից գոռացին ու պար եկան իմ կրծքի վրա, շարունակ կրկնելով ինչպես առաջին անգամ. «Հեկին ահտեգուլ»։ Նրանք ինձ նշան արին, որ ես ցած գցեմ երկու տակառները, միայն նախքան այդ զգուշացրին ներքևի ժողովրդին, որ ետ քաշվեն, բարձրաձայն գոռալով. «Բորակ մի վոլա»։ Իսկ երբ տակառները օդի մեջ թռան, հնչեցին ցնծակին բացականչություններ. «Հեկին ահտեգուլ»։ Խոստովանք լինի, հաճախ մեջս ցանկություն կար, երբ նրանք ետ ու առաջ էին քայլում իմ մարմնի վրա, ձեռքս ընկածներից մի 40-50 հատին բռնեմ ու դեն շպրտեմ։ Սակայն այն գիտակցությունը, որ նրանք դեռ կարող են ինձ վատություն անել, այլև այն հանդիսավոր խոստումը, որ տվի ես նրանց, որովհետև ես այդպես էի բացատրում իմ հլու վարքը, անմիջապես վանեցին իմ այդ միտքը։ Բացի այդ, ես ինձ հյուրընկալության օրենքներով կապված էի համարում այդ ժողովրդի հետ, որն ինձ մեծարեց այնքան լիառատ ու հոյակապ։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով ես չէի կարող բավական չզարմանալ այդ փոքրիկ մահկանացուների խիզախության վրա, որոնք հանդգնեցին բարձրանալ ու քայլել իմ մարմնի վրա, երբ իմ ձեռքն ազատ էր, չսարսափելով մի այնպիսի վիթխարի արարածի տեսքից, ինչպես ես կարող էի թվալ նրանց։ Մի փոքր հետո, երբ նկատեցին, որ ես այլևս կերակուր չեմ խնդրում, նորին կայսերական մեծության անունից առաջ դուրս եկավ մի բարձրաստիճան անձ։ Նորին վսեմությունը բարձրանալով իմ աջ սրունքի վրա, քայլերն ուղղեց դեպի իմ երեսը, մոտ 12 արբանյակների հետ միասին։ Ու ներկայացնելով իր թագավորական կնիքով դրոշմած լիազորագիրը, որ նա մոտեցրեց իմ աչքերին, խոսեց մոտ 10 րոպե, առանց զայրույթի որևէ նշանի, բայց վճռական և հեղինակավոր շեշտով։ Հաճախ նա մատով ցույց էր տալիս դեպի առաջ, ինչպես ես հետո իմացա դեպի մայրաքաղաքը, որը գտնվում էր մոտ կես մղոն հեռավորության վրա, ուր նորին մեծությունն ու նրա խորհուրդը կարգադրել էին ինձ փոխադրել։ Ես պատասխանեցի մի քանի խոսքով, սակայն իզուր, և այն ձեռքով, որ ազատ էր, նշան արի ու ցույց տվի մյուս ձեռքս, բայց ձեռքս նորին վսեմության գլխի վրայով տարա, որովհետև վախենում էի, թե կվնասեմ նրան կամ նրա շքախմբին։ Ապա ցույց տվի գլուխս ու մարմինս հասկացնելով, որ ազատություն եմ ցանկանում։ Թվաց, թե նա բավականին լավ հասկացավ ինձ, որովհետև գլուխը բացասաբար օրորեց ու ձեռքը մի այնպիսի ձևով բռնեց, որ ցույց տա ինձ, թե ես որպես գերի պիտի տարվեմ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ նա ուրիշ նշաններ էլ արավ հասկացնելու համար, թե ես պիտի ունենամ բավական ուտելիք և խմելիք և շատ լավ վերաբերմունք։ Դրա վրա ես նորից մտածեցի փորձ կանել կտրատելու իմ կապարները, բայց երբ զգացի նետերից մնացած կսկիծն իմ դեմքի ու ձեռքերի վրա, որ ամբողջովին պատած էին խոցերով և դեռևս բազմաթիվ տեղեր մնացել էին նրանց մեջ, այլև նկատելով, որ իմ թշնամիների թիվն աճում է, ես նշաններով իմացրի նրանց, որ նրանք ինձ հետ կարող են վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այն ժամանակ հրգոն և իր շքախումբն ամենայն քաղաքավարությամբ ու սիրաշահված ետ դարձան։ Շուտով լսվեց մի ընդհանուր աղաղակ, երբ անընդհատ կրկնվում էին հետևյալ խոսքերը. «Պիպլում սիլեն»։ Ու ձախ կողմս ես տեսա մի ահագին ամբոխ, որ պարանները թուլացրեց այն աստիճան, որ ես կարող էի թեքվել աջ կողքիս ու միզել։ Հիմա այդ պետքին բավարարություն տվի առատ կերպով, մեծ զարմանք պատճառելով փոքրիկ արարածներին, որոնք իմ շարժումներից գուշակեցին, թե ինչ եմ զգում և ուզում անել և իսկույն 4 կողմ փախան, որպեսզի չընկնեն այն հեղեղի մեջ, որ դուրս էր ժայթքում իմ ներսից մեծ աղմուկով և ուժով, իսկ դրանից առաջ նրանք օծել էին իմ երեսն ու ձեռները մի տեսակ անուշահոտ յուղով, որը մի քանի րոպեում վերացրեց դրանց նետերից առաջացած կսկիծը։ Այդ հանգամանքը և իմ ստացած ուտելիքն ու խմիչքը, որ շատ սննդարար էին, բարերար ազդեցություն ունեցան ինձ վրա ու տրամադրեցին քնելու։ Ես քնեցի մոտ 8 ժամ, ինչպես ինձ հետո ասացին, և զարմանալու բան չկար, քանի որ բժիշկները կայսեր հրամանով գինու տակառի մեջ քնաբեր հեղուկ էին խառնել։ Ըստ երևույթի ափ հասնելուց հետո, հենց որ գտել են ինձ գետնի վրա,
Քնած, կայսրն անմիջապես սուրհանդակի միջոցով տեղեկություն է ստացել և պետական խորհրդի մեջ որոշել, որ ինձ կապոտեն այն ձևով, ինչ որ ես պատմեցի, և ինչ որ նրանք արել են գիշերը, երբ ես քնած եմ եղել, որ ինձ համար ուղարկեն առատ գերագուր ու խմիչք և պատրաստեն մի մեքենա ինձ մայրաքաղաք բերելու համար։ Թերևս այդ որոշումը թվա շատ համարձակ ու վտանգավոր, և ես համոզված եմ, որ նման դեպքերում եվրոպական ոչ մի միապետ այդպես չէր անի, սակայն իմ կարծիքով դա նույնքան խելացի էր, որքան և վեհանձն։ Ենթադրենք, թե այդ մարդիկ ջանային ինձ սպանել նիզակներով ու նետերով, երբ քնած էի։ Ես ամենայն հավանականությամբ կարթնանայի ցավի առաջին խայթից և զայրույթի ու կատաղության մեջ կկտրատեի այն պարանները, որոնցով կապոտել էին ինձ։ Դրանից հետո նրանք ոչ ընդդիմադրություն ցույց տալու հնարավորություն կունենային և ոչ էլ կարող կլինեին ինձնից գութ սպասել։ Այդ մարդիկ սքանչելի մաթեմատիկոսներ են և մեքենայագիտության մեջ հսկայական կատարելության են հասել շնորհիվ կայսեր խրախուսանքների ու քաջալերության, ով գիտության հովանավորի համբավն ունի։ Այդ միապետն ունի բազմաթիվ մեքենաներ անիվների վրա դրած, փայտեղեն և այլ ծանրություններ փոխադրելու համար։ Նա հաճախ կառուցում է հսկայական ռազմանավեր, որոնցից մի քանիսը 9 ոտնաչափ երկարություն ունեն, և այն անտառներից, ուր ադաղց կա, այդ մեքենաների վրա 300 կամ 400 յարդ հեռավորությունից դեպի ծովի ափն է տեղափոխվում։ 500 ատաղծագործ և ինժեներ անմիջապես գործի էին կպել շինելու իմ համար մի խոշոր մեքենա, ինչպիսին նրանք չէին ունեցել։ Դա մի տախտակամած էր, որ գետնից 3 մատնաչափ բարձր էր, մոտ 7 մատնաչափ երկարություն ուներ և 4 մատնաչափ լայնություն ու շարժվում էր 22 անիվի վրա։ Աղաղակը, որ ես լսեցի այդ մեքենայի գալու առթիվ էր, որ, ինչպես երևում է, իմ ափ հասնելուց 4 ժամ հետո էին ուղարկել։ Այդ մեքենան դրին իմ մարմնին զուգահեռ, սակայն մեծագույն դժվարությունն այն էր, թե ինչպես պիտի ինձ վերցնեն ու դնեն այդ սայլի մեջ։ Այդ նպատակով նրանք տնկել են 80-ից, ամեն մեկը մի ոտնաչափ բարձրությամբ, իսկ հուժկու ամուր ջվաններից, որ բարակ թոքի հաստություն ունեն, ամրացրել են կարթերի միջոցով բազմաթիվ կապիչներ, որոնցով բանվորները պատել են իմ վիզը, ձեռները, մարմինն ու սրունքները։ 900 ուժեղ մարդ սկսել են քաշել այդ պարանների բազմաթիվ ճախարակների միջոցով, որ ամրացրել են ցցերից և այդպես 3 ժամից հետո ինձ բարձրացրել են մեքենայի վրա ու ամուր կապել նրանից։ Այդ ամենի մասին ինձ պատմեցին հետո, որովհետև այդ գործողությունները կատարելիս ես խորը քնի մեջ էի, շնորհիվ այն քնաբեր դեղի, որ խառնել էին իմ խմիչքի մեջ։ 1500 խոշոր ձի կայսերական ախոռից, յուրաքանչյուրը 4,5 մատնաչափ բարձրությամբ, ինձ տարան դեպի մայրաքաղաքը, որ, ինչպես ասի, գտնվում էր կես մղոն հեռավորության վրա։ Մեր ճամփորդությունն սկսելուց 4 ժամ հետո ես արթնացա մի շատ զվարճալի արկածի շնորհիվ, երբ կառքը կանգ էր առել մի ինչ-որ բան շտկելու համար, 2 թե 3 երիտասարդ բնիկներ հետաքրքրվել են իմանալու, թե ինչ տեսք ունեմ ես քնած ժամանակ։ Նրանք բարձրանում են մեքենայի վրա և զգուշությամբ մոտենում իմ դեմքին։ Նրանցից մեկը, մի գվարդիական սպա, իմ քթանցքի մեջ է խրում մի նիզակի սուր ծայրը, որ հարդի պես խտուտ է անում և ուժեղ կերպով փռշտացնում ինձ։ Ահաբեկված քաջերը մի ակնթարթում անհայտանում են, իսկ ես միայն 3 շաբաթից հետո իմացա իմ հանկարծակի կերպով արթնանալու պատճառը։ Մեր երթը տևեց մինչև երեկո, իսկ գիշերը հանգստանալիս ամեն մի կողքիս կար 500 գվարդիական, կեսի ձեռքին ջահ, իսկ մյուս կեսի ձեռքին նետ ու աղեղ, ինձ խփելու պատրաստ, հենց որ փորձեմ տեղիցս շարժվել։ Հետևյալ առավոտ արևածագին մենք շարունակեցինք մեր երթը և կեսօրի մոտերը մայրաքաղաքի դռներից 200 յարդ հեռավորության վրա էինք։ Կայսրն ու ամբողջ արքունիքը մեզ ընդառաջ եկան, սակայն ավագ պաշտոնյաները ոչ մի դեպքում չուզեցին թույլ տալ նորին մեծությանը, որ բարձրանա իմ մարմնի վրա ու վտանգի ենթարկի իր անձը։ Հրապարակի վրա, ուր կանգ առավ կառքը, մի հին տաճար կար, որ համարվում էր ողջ թագավորության մեջ ամենից մեծը, և որը մի քանի տարի առաջ սրբապղծվել էր մի գազանային սպանության պատճառով։ Այդ ժողովրդի կրոնասիրության հետևանքով տաճարը դադարել էր սրբավայր լինելուց ու հատկացվել էր հասարակական կարիքների, իսկ բոլոր զարդարանքներն ու կահ-կարասին
դուրս էին տարել։ Որոշված էր, որ ես ապրեմ այդ շենքի մեջ։ Մեծ դուռը, որ նայում էր դեպի հյուսիս, մոտ 4 ոտնաչափ բարձրություն ուներ և համարյա թե 2 ոտնաչափ լայնություն, որի միջով ես կարող էի հեշտությամբ ներս սողոսկել։ Դրան երկու կողմից գետնից մոտ 6 մատնաչափ բարձր պատուհաններ կային։ Թագավորի դարբինները ձախ պատուհանից անց էին կացրել 91 շղթա, որոնք նման են եվրոպական լեդիների ժամացույցի շղթաներին և համարյա թե նույն երկարությունն ունեին, որ կապել էին իմ ձախ ոտից 36 կողպեքով։ Տաճարի դիմաց խճուղու մյուս կողմը 20 ոտնաչափ հեռավորության վրա կար 5 ոտնաչափ բարձրության մի աշտարակ։ Կայսրն իր բազմաթիվ պալատականների հետ միասին բարձրացած է եղել այդտեղ ինձ տեսնելու համար, ինչպես ինձ պատմեցին հետո, քանի որ ես նրանց չէի տեսել։ Հաշվել եմ, որ նույն նպատակով քաղաքից մոտ 100,000 բնակիչ է դուրս եկել, կարծում եմ ոչ պակաս, քան 10,000 հոգի, չնայած պահապաններին զանազան ժամանակ սանդուղքներ դնելով բարձրացան ինձ վրա։ Սակայն շուտով մի հրաման եկավ և մահապատժի սպառնալիքով արգելվեց այդ։ Երբ դարբինները համոզվեցին, որ ինձ համար անհնար է դուրս գալ այդտեղից, անմիջապես կտրատեցին ինձ կապող շվանները և ես ոտի կանգնեցի մի այնպիսի մռայլ տրամադրությամբ, որի նմանը ես կյանքում չէի ունեցել։ Սակայն անկարելի է նկարագրել ամբոխի այն զարմանքն ու աղմուկը, երբ տեսան ինձ կանգնած ու ման գալուց։ Ձախ ոտքիցս կապած շղթաները, որոնք մոտ 2 յարդ երկարություն ունեին, հնարավորություն էին տալիս ինձ միայն ետու առաջ քայլելու։ Մի կիսաշրջանի մեջ, սակայն որովհետև այդ շղթաները կապել էին դռնից 4 ոտնաչափ հեռավորության վրա դեպի ներս, ուստի ես կարողանում էի տաճարը մտնել և ամբողջ երկայնքով պառկել այնտեղ։